Ողջույն սիրելի հեռուստադիտող, հայկական երրորդ հեռուստաընկերության եթերում կրկին հանուն առողջության առողջապահական ծրագիրն է։ Ինչպես գիտեք, մենք աջակցում եւ սատարում ենք բոլոր նրանց, ովքեր ձգտում են ապրել առողջ։ Մարդկային գիտելիքների համընդհանուր գանձարանում ժամանակակից գիտական բժշկությունից զատ պահպանվել է նաեւ ավանդական այլընտրանքային կամ ժողովրդական բժշկությունը, որը վերջին տարիներին առավել մեծ ուշադրության է արժանում ինչպես բժիշկների, այնպես էլ պացիենտների կողմից։ Մեր օրերում բազմաթիվ դիպլոմավորված պրոֆեսիոնալներ արհամարանքով կամ անլուրջ են վերաբերվում բժշկագիտության այս ուղղությանը։ Արդյոք նրանք բավարար հիմքեր ունեն այդպես վարվելու եւ արդյոք լիարժեք տեղեկացված են։ Խոսենք ավանդական բժշկությունից, կպարզենք պրոֆեսիոնալների հետ։ Թույլ տվեք ներկայացնել այսօրվա հյուրերին։ Մկրտիչ Ավագյան, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի Այլտմեդ կենտրոնի ղեկավար, ավանդական այլընտրանքային բժշկության մասնագետների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահ, Մարիամ Ղարաբաղցյան, հոմեոպատ, Էրեբունի բժշկական կենտրոնի հոմեոպաթիկ ծառայության ղեկավար, Միջազգային հոմեոպատների հայկական ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահ, Սամվել Քոչինյան, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, մանուալ թերապևտ, Մոր և մանկան առողջության պաշտպանության ինստիտուտի ավանդական բժշկության լաբորատորիայի վարիչ և Արմեն Ներսիսյան, բժշկական գիտությունների թեկնածու, հոգեթերապևտ, նարեկաբույժ։ Սիրելի հեռուստադիտող, դիտենք Մելինե Թովմասյանի ներածական տեսանյութը, որից հետո կշարունակենք։ Ողջույն։ Դարեր շարունակ ժողովրդական բժշկությունն իր արդյունավետությունն ապացուցել է վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, քրոնիկական և գաղտնի ընթացող, ինչպես նաև հոգեկան հիվանդությունների դեմ պայքարում։ Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության, ժողովրդական բժշկությունը առողջության հետ կապված տարբեր մոտեցումներ, գիտելիքներ ու հավատքներ, ինչպես նաև բուսական, կենդանական, հանքային ծագում ունեցող դեղորայքային միջոցներ, հոգեկան բժշկության տարբեր ուղղություններ, բուժում և վարժություններ ներառող համալիր է, որն առանձին կամ համակցված ձևով կիրառվում է հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման և բուժման նպատակով։ Ժողովրդական բժշկությունն այլ կերպ անվանում են նաև ավանդական կամ այլընտրանքային և մի շարք այլ տերմիններով։ Այն կապված է աշխարհագրական որոշակի տեղանքի հետ և որպես կանոն բանավոր ձևով ավանդաբար փոխանցվում է ուսուցչից աշակերտին։ Ավանդական բժշկություն տերմինը հավաքական է։ Այն վերաբերում է ինչպես չինական, հնդկական կամ հունանի արաբական բժշկությանը, այնպես էլ էթնիկ ժողովրդի բժշկության տարբեր ձևերին։ Օրինակ, ասեղնաբուժությունը դիտվում է որպես չինական, այուվերդան հնդկական ժողովրդական բժշկության մի մաս։ Եվրոպայում և Ամերիկայում 18-ից 19-րդ դարերին սկիզբ առած հոմեոպաթիան և հիրոպրակտիկան այլ երկրներում դիտվում են որպես բժշկության լրացուցիչ կամ այլընտրանքային տարբերակ։ Ֆիտոթերապիան, բուսաբուժությունը, ծնունդ է առել կախարդների, հեքիմների գործունեության արդյունքում, էթնոկենսաբանական դեղաբույսերի օգտագործմամբ, հիրոպրակտիկան և օստեոպաթիան սնխչիների արվեստից, նատուրոպաթիան Հիպոկրատի ուսմունքից, հոմեոպաթիան հին աշխարհի բուժիր նմանը նմանով մեթոդից և այլն։ Ներկայումս հայտնի է ժողովրդական բժշկության ախտորոշման և բուժման գրեթե 150 մեթոդ։ Աշխարհում լայնորեն կիրառվում են բուսաբուժությունը, ռեֆլեքսոթերապիան կամ ասեղնաբուժությունը և հոմեոպաթիան։ Ավանդական բժշկության մեթոդների բուժական ազդեցությունը առաջին հերթին ուղղված է օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը և սանոգենեզի, այսինքն հիվանդության ընթացքում օրգանիզմի ինքնակարգավորման մեխանիզմների ակտիվացմանը։ Այդ պատճառով բուժման ընթացքում ավանդական և այլընտրանքային մեթոդների ճիշտ կիրառումը կողմնակի ազդեցություն չի թողնում և բարդություններ չեն առաջանում։ Ընդհանուր առմամբ, ժողովրդական բժշկության մեթոդներով հնարավոր է բուժել քրոնիկական բազմաթիվ հիվանդություններ։ Մենք կրկին տաղավարում ենք եւ առաջին հարցս ուզում եմ ուղղել ձեզ, բժիշկ Ավագյան, տեսանյութում կարծես հասկացանք ընդհանուր առմամբ ինչ է ավանդական բժշկությունը, բայց խնդրում եմ առավել մանրամասնեք, ո՞րն է տարբերությունը ավանդական, այլընտրանքային եւ ժողովրդական տերմինների միջեւ։ Շնորհակալություն առաջինը, որ դուք եւս մեկ անգամ հրավիրեցիք ինձ ձեր տաղավար եւ հիմա խոսում ենք բավականին վերջին տարիներին, ոնց որ դուք արդեն նկատեցիք մեծ համբավ ոչ միայն Հայաստանում եւ ամբողջ աշխարհում ունեցած ավանդական բժշկության թեմային։ Ես կուզենայի ասել, որ տերմինների մեջ բավականին մեծ տարբերություն կա, որովհետեւ շատ հաճախ մենք լսում ենք, որ այս ուղղության մասնագետներին անվանում են ոչ ավանդական բժիշկներ կամ ոչ ավանդական բժշկության մասնագետներ։ Ընդհանրապես
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դիտում է մոտավորապես 130 տարբեր եւ ախտորոշման եւ բուժման մեթոդ, որոնք դասվում են այս ուղղությանը։ Եվ դրա համար այդ մեծ մասան մեթոդների բաշխվում է 3 մեծ բլոկերի։ Առաջինը դա ժողովրդական բժշկությունն է, երկրորդը ավանդական եւ երրորդ խումբը մեթոդների դա ալենտրենքային բժշկությունն է, փորձեմ կարճ ներկայացնեմ։ Ժողովրդական բժշկությունը մեկ ես սիրում եմ օգտագործել պարավական բժշկություն խոսքը, դա այն բժշկությունն է, որ կան ամբողջ աշխարհում տարբեր երկրներում ներկայացուցիչներ կան, մեծ մասամբ դրանք ոչ բժիշկներ են եւ իրենց հմտությունը, մեթոդները ախտորոշման կամ բուժման անցնում է սերունդ, մեծ մասամբ ընտանիքի մեջ եւ այդ մեթոդները չունեն որևէ գրավոր հիմքեր, որևէ տեմբոլե ապացուցողական ոնց որ ասում են գիտական հիմքեր, բայց դարերի վեր այդ մեթոդները կան։ Օրինակ բերեմ, մենք բոլորս գիտենք, որ Հայաստանում կան սնխչիներ, չոպչիներ, հեքիմներ եւ այլն, այսինքն դասն է, որ անվանվում է ժողովրդական բժշկություն։ Ինչ է ավանդական բժշկությունը եւ ինչ է դիտում ավանդական բժշկության անվան տակ։ Ամենատարածվածը ես օրինակ որպես բերեմ, ամբողջ աշխարհում իհարկե դա չինական ավանդական բժշկությունն է, որի տակ մենք առաջնահերթ իհարկե հասկանում ենք ասեղնաբուժությունը չինական, մյուսը էլի տարածված ուղղություններից մեկը ավանդական բժշկություն, դա հնդկական ավանդական բժշկություն է, հանձինս այուրվեդան, յոգան։ Այդ մեթոդները, այդ ուղղությունները ավանդական բժշկության ունեն դարավոր պատմություն եւ չինական եւ հնդկական դարավոր ունեն 5000 տարվա պատմություն։ Այսինքն հազարամյակներ, երկուստ էլ ճիշտ եք, դարեր, հազարամյակներ եւ հայկական մենք ունենք իհարկե անպայման ես կուզենայի նշեի հայկական ավանդական բժշկություն, որը պատմություն ունի մոտավորապես 3000 տարվա։ Ինչ է նշանակում ավանդական բժշկություն եւ ինչի է սխալ ոչ ավանդական տերմինը ոչ միայն իմ տեսանկյունից, այլ եւ այսօրվա օրով առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ընդունում է ավանդական տերմինը, նշանակում է որ այդ երկրում այդտեղ բնակվող ժողովուրդը ինչ ավանդական մեթոդներով է միշտ բուժվել։ Օրինակ հայերի համար ավանդական են եղել իհարկե բուսաբուժությունը, եղել է ծզրուկաբուժությունը, կավաբուժությունը, մեղվաբուժությունը, քարաբուժությունը, նարեկացիա բուժությունը, մենք ստեղ տաղավարում ունենք ներկայացուցիչ, որը կներկայացնի այդ ուղղությունը։ Սրանք ավանդական բժշկության տարբեր ուղղություններ են եւ դրանց տակ իհարկե կա համապատասխան գրականություն, այսինքն Չինաստանի համար դա դեղին իմպերատորի հետ պատմությունն է, գիրքը, որը գրվել է եւ հիմք է դրվել չինական ավանդական բժշկության փիլիսոփայությունը եւ մեթոդաբանությունը։ Մենք ունենք իհարկե այդպիսի նշանավոր հայ մասնագետներ, ինչպիսին են Հերացին, Մխիթար Հերացին եւ իհարկե Ամիր Դովլատ Ամասյացին։ Եվ վերջի խումբը ավանդական ալենտրենքային բժշկության կամ ժողովրդական բժշկության դա ալենտրենքային բժշկության մեթոդներն են։ Այստեղ տաղավարում ներկայացնում է ալենտրենքային բժշկությունը բժիշկ Ղարաբաղցյանը, խոսքը գնում է հոմեոպաթիայի մասին, ֆոլի մեթոդը եւ այլ մեթոդներ, որոնք ստեղծվել են, զարգացել են վերջին տարիներին կամ մի քանի 100 տարվա պատմություն հոմեոպաթիան 2-300 տարվա պատմություն, այսինքն չունեն այդպիսի դարավոր փորձ, ոնց որ ավանդական կամ ալենտրենքային բժշկության։ Ինչպես որ ժամանակակից բժշկությունը եւս մի քանի 100 տարվա ժամանակակից կամ կլասիկ կամ մոդեռն տարբեր տերմիններ կան, բժշկությունը ունի ոչ ավել քան 300 տարվա պատմություն։ Համեմատենք հազարավոր 5000, չգիտեմ, օրինակ պարսիկները ներկայացնում են, որ իրանց բժշկության պատմությունը ունի մոտավորապես 8000 տարվա պատմություն։
Բժիշկ Ավագյան, այնուամենայնիվ շնորհակալություն, որ այդքան մեծ 3 տերմինները յուրաքանչյուրը մի քանի գիտության ամփոփող բառ է, դուք բոլորը կարծես շատ ամփոփ ասեցիք։ Մենք տաղավարում այսօր կանգ ենք առնելու փաստորեն ասեղնաբուժության, հոմեոպաթիայի, մանուալ թերապիայի եւ խոսքով մասնավորապես նարեկաբուժության վրա։ Այսինքն, որպես անոնց փորձելու ենք ընդհանուր տեղեկություններ տալ, քանի որ յուրաքանչյուր գիտության վերաբերյալ կարելի է մի քանի հաղորդում անել այդ ուղղությունների մասին։ Եվ ուզում եմ հասկանալ ընդհանուր առմամբ, դուք ամենօրյա գործող բժիշկներ եք եւ ուզում եմ նաեւ բոլոր հեռուստադիտողի ուշադրությունը բևեռել այն հանգամանքի վրա, որ այս բժիշկները առաջնային կրթությամբ ժամանակակից գիտական բժշկության կրողներն են, յուրաքանչյուրը դիպլոմավորված մասնագետ է, սակայն ժամանակի ընթացքում նրանք նախընտրել են նաև այլընտրանքային բժշկություն, ինչը որ լիարժեք արտոնված է վերադաս մարմինների կողմից առողջապահական։ Ես ուզում եմ, որ յուրաքանչյուրդ հակիրճ պատասխանեք, ինչու որոշեցիք համատեղել։ Մինչև այդ ձեր հարցին պատասխանեմ եւ ես եւ իմ գոլեգաները, իմ գործընկերները, ես կուզենայի մի բան ասեի, որ բոլոր 3 մասնագիտությունները, որ դուք թվեցիք, ռեֆլեքսոթերապիան, մանուալ թերապիան, հոմեոպաթիան հանդիսանում են Հայաստանի առողջապահության մինիստրության կողմից օֆիցիալ ընդունված մասնագիտություններ, 77 թվից ասեղնաբուժությունը, 87 թվից մանուալ թերապիան եւ 2001 թվից հոմեոպաթիան։ Այսինքն նշանակում է, որ Հայաստանում այդ մեթոդներով դա ուզում եմ առանձին շեշտեմ, իրավունք ունեն այդ մեթոդներով զբաղվել միայն մասնագետներ, որոնք ունեն բժշկի դիպլոմ, այսինքն ունեն բարձրագույն բժշկական կրթություն եւ անցել են հետդիպլոմային համապատասխան կրթություն որևէ բուհում առաջ կար եւ առողջապահության նախարարության ազգային ինստիտուտում, իսկ հիմա էլ հնարավորություն կա ստանալ հեռացու անվան պետական համալսարանում։ Շատ լավ, որպեսզի ամբողջ բեռը չընկնի ձեզ վրա, բժիշկ Ավագյան, խնդրում եմ պատասխանեք։ Ինչու որոշեցիք համատեղել կամ ինչու որոշեցիք անցնել միայն հոմեոպաթիայի ավանդական բժշկության։ Ես կարծում եմ, որ կյանքում ոչ մի բան հենց այնպես չի լինում։ Ես փոքրուց երազել էի դառնալ բժիշկ, բայց մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ մայրս 4 երեխա ունի եւ մեր ընտանիքում քիմիական դեղորայք շատ քիչ էր օգտագործվում։ Եվ այդ ընտանիքից 2 բժիշկ դուրս եկավ, ես եւ իմ եղբայրը։ Երբ որ ես դարձա սրտաբան, ես իհարկե շատ սիրում էի մասնագիտությունը, բայց հոմեոպաթիան եկավ ինձ մոտ հանկարծակի։ Երևի դա այդպես պիտի լիներ, եւ երբ որ դա ինձ մոտ եկավ, ես մի քանի տարի համատեղում էի սրտաբանություն եւ հոմեոպաթիա։ Բայց մի օր ես հասկացա, որ դա իմ դեպքում հնարավոր չի, այսինքն ես չէի ուզում օրվա կեսը նշանակել քիմիական դեղեր, օրվա մյուս կեսը նշանակել հոմեոպաթիկ դեղեր։ Գերադասեցի իհարկե բնականը, դա իմ ցանկությունն էր։ Շատ լավ, թե ինչ է հոմեոպաթիան, բուն հոմեոպաթիան դեռ կխոսենք։ Դուք բժիշկ Քոչինյան։ Իմ դեպքում ես ստացել եմ դասական կրթություն անեստեզիոլոգիայի գծով, հետո տեխնացուական թեզը գնաց ասեղնաբուժությունով, ցավազրկումը օպերատիվ միջամտությունների, այսինքն ասեղներ ենք դնում եւ կատարում էր վիրահատություն։ Անցա լրիվ ասեղնաբուժության, դրանից հետո ուրեմն ես մի ակնթարթ զգացի, որ կա մի հնարք, կա մի պահ, որտեղ որ ասեղնաբուժության, ասենք թե բավարար չի լինում, ողնաշարի խախտվածության դեպքում ուրեմն լավացումը կատարել լիարժեք։ Եվ պարզվեց, որ այդ հարցերով զբաղվում է մանուալ թերապիան։ Եվ ողնաշարի, այսպես ասած, կոռեկցիայի դեպքում այս process-ը խիստ արագանում է լավացման։ Ասեղնաբուժությունը պատասխանատու է, ասենք թե, բորբոքման հետ ներվի, բայց բացի ներվի նյարդի բորբոքումից նաև կա նյարդի ճնշվածություն, որը տեղի ունենում այն պատճառով, որ ողնաշարի դիսկերը, այսինքն դիսկերի ճիշտ հայկական խոսք չի, սկավառակն է թարգմանությունը, բայց ոչ մեկ այդ խոսքը չի կարող օգտագործել։ Բոլոր դեպքերում ասենք դիսկ, որ բոլորը հասկանան։ Այդ դիսկերի խախտվածության հետևանքով նյարդը ճնշվում է, եթե երկար ճնշվեց, արդեն նյարդը բորբոքվում է արդեն։ Այս դեպքում ուրեմն անմիջապես ողնաշարը կոռեկցիայի կատարելուց հետո
բորբոքումը բուժելը դառնում է շատ բավականի դյուրին եւ վերջին հաշվով արագանում են բուժման ընթացքը։ Ընդհանրապես ինչքան մենք նյարդ ունենք օրգանիզմի մեջ, իսկ դա սարսափելի մեծ թիվ է, բոլոր այս նյարդերը վերջին հաշվով գալիս են մտնում են ողնաշարի մեջ, ողնուղեղով ինֆորմացիան հասցնում են գլխուղեղին։ Այսինքն պարզորեն դուրս է գալիս, որ եթե որից է մի սեգմենտ ողնաշարի խախտվածություն է տալիս, համապատասխան սեգմենտը այդ որտեղից գալիս են այդ ներվերը ֆունկցիայի խախտում կարող է լինի։ Սա պարզում է, որ ոչ միայն ասենք նյարդերի հետ է կապված, այլ նաև ներքին օրգաններով, որտեղ ներքին օրգաններն էլ են տալիս իրենց ճյուղավորված ներվերը դեպի վերև ինֆորմացիան հասցնում են դեպի գլխուղեղ։ Աստորեն դուրս է գալիս, որ մենք կարող ենք խոսել ոչ թե մանուալ թերապիայի մասին, այլ մանուալ բժշկության մասին։ Քանի որ կան հնարավորություն բուժել տարբեր սոմատիկ հիվանդություններ ոչ միայն դեղանյութերով, այլ ուղղակի ողնաշարը տեղավորելու դեպքում մենք ստանում ենք լավացում համապատասխան օրգանի։ Այսպես որ ֆունկցիայի լավացում իհարկե։ Այնպես որ սա ֆունկցիոնալ ուրեմն խախտվածությունների ժամանակ վերին աստիճանի էֆեկտիվ է ստացվում։ Խոսքը վերաբերում է զուտ ասեղնաբուժության։ Ну, այստեղ ինձ թվում ավելի շատ կպատմի մեր Մկրտիչ նորարարիչը, որը որ այսօր ներկայացնելու է հենց իմенно այդ ճյուղը։ Շատ լավ։ Իսկ ինչու խոսքաբուժությունն է։ Ինչու խոսքը։ Սա երևի իմ մոտ գենետիկ հիշողություններ էր, իմ պապեր տատերը երկու կողմից մի քանի սերունդներ հեքիմներ են եղել։ Եվ երևի հետ դա ինձ ուղղորդեց, որ ուսանելու տարիներին իմ մոտ հակվածությունը գնում էր հենց հոգեթերապիան, բայց ցավոք նման դպրոցներ հոգեթերապևտիկ եւ հոգեբանական մեր մոտ բացակայում էին, բայց ես ինքս այդ տարիներից սկսեցի փնտրել նման ասենք բուժումը։ Ու ավարտելուց հետո փաստորեն երկրաշարժի տարին է, երբ որ մեր մոտ բացվեց հոգեվերլուծության հնարավորություն, ասենք խորհրդային ժամանակներից առաջինը մեր մոտ էր։ Ուսումնասիրեցի, զգացի այդ իմը չի, այսինքն ներքին մի զգացողություն ձգտում։ Հետո զինվորական բժիշկ եղած ժամանակ ինձ նույնպես հետաքրում էր այլընտրանքային այդ մեթոդները, ասենք սովորեցի ասեղնաբուժություն։ Հետո զգացի, էս էլ չի բավարարում։ Եվ այդպես իմ փնտրտուքները արդեն տարիների ընթացքում դարձա հոգեթերապևտ, որ խոսքով պիտի բուժի, այսինքն բոլոր այդ, ասենք, կլասիկ հոգեթերապիայի, հոգեբանության մեթոդները ուսումնասիրելով զգում էի, որ դա չի։ Ինչու, որտեղ մի այդպես պայծառացում մի մոտ առաջացավ, որ բնականաբար այդ մեթոդները ուղղված են առանց հոգի մարդու բուժմանը։ Չէ՞ որ մենք բժշկությունը ուղղակի բուժում ենք 1/3, ասենք, մարմինը։ Բայց արդեն որ երբ որ արդեն զգում ես հոգու գոյությունը, որը կա, որ այսօր գիտությունն էլ է ապացուցում, այստեղ արդեն պետք է խոսքը, որով ես զբաղվում էի առաջ, բայց այստեղից արդեն եկավ այդ թռիչքը կատարյալ խոսքին։ Կատարյալ խոսքը դա հենց աղոթքն է։ Եվ իմ տարիների այդ փնտրտուքները բերեց հենց Նարեկին, որ արդեն որպես բժիշկ ես հոգեթերապևտիկ բոլոր մեթոդներից անցա, որ միայն աշխատում եմ այս խոսքով եւ որով կարելի է բուժել շատ տարբեր հոգեկան եւ մարմնական հիվանդություններ։ Եվ ինչպես այստեղ նշեց, չէ, ավանդական բժշկություն, այսինքն ավանդությունները մեր մոտ դարերից գալիս է։ Եվ փաստորեն երևի ինձ բախտ վիճակվեց, որ այս դպրոցը մեր ավանդական Նարեկը նորից վերակենդանացվի, քանի որ մեր ժողովրդի հիշողության մեջ ընտանիքներում կա Նարեկը օգտագործել են վերհանել եւ ստեղծել այդ մեթոդոլոգիան որպես բժիշկ, եւ այսօր ես գիտական աշխարհին բժշկությանը միջազգային կոնգրեսներում ներկայացնում եմ, որ սա հոգեթերապիայի միջոց է, խոսքի բուժման միջոց է։ Այդ գրքի մեջ ամբողջովին ներկայացված է հոգեբուժություն, հոգեբանություն եւ ինչպես խոսքով կարելի է այո ազդել, ախտորոշել եւ բուժել շատ հիվանդություններ։ Ցավը նրանումն է, որ այս բոլորը այսօր հասկանալու համար պետք են խորը հետազոտություններ եւ այս գիտելիքներին մենք պիտի նայենք ժամանակակից քվանտային գենետիկայի, քվանտային ֆիզիկայի ձեռքբերումներով, որտեղ այսօր արդեն քվանտային ֆիզիկան ասում է ինչպես միտքը կարող է ազդել մատերիայի նյութի վրա։ Այսինքն այսօր դրա համար շատ կարևոր է, որ այս ամբողջ ինֆորմացիան առաջին հերթին եւս բժիշկները իմանան, տեղյակ լինեն այս ինֆորմացիան դարում, այո, ինչպես խոսքով կարող ես գենի վրա էլ ազդես, գենի մուտացիան էլ կարող ես փոխել։
Այս բոլորը արդեն ապացուցված են, ես աշխատում եմ այս միջոցով այդ բոլորը ներդնել եւ ցույց տալ։ Բժիշկ Ներսիսյան, մի փոքրիկ հավելում, եթե թույլ կտաք, կարծում եմ ոչ միայն ապացուցված են հիմա, այլև վերջին մի քանի տասնամյակների ընթացքում ապացուցված էին, բայց դուրս չէին գալիս հասարակության լայն շրջանակներ, իսկ վերջին տարիներին առավել շատ են։ Նույն մտքի հետ կապված ֆիլմերը, որոնք տարածված են, թե ցանկացիր եւ կկատարվի ու մի շարք այդպիսի ուղղություններ, մենք նույնիսկ հաղորդում նվիրեցինք նեյրոլինգվիստիկ ծրագրավորմանը, որին դուք մասնակցեցիք եւ փաստորեն, եթե ինչ-որ ծրագրավորում լինի անձի կողմից կամ երկրորդ անձի կողմից այդ ամենը կարելի է կատարածել։ Եթե նայում ենք, չէ, այդ հարաբերությունը, հակասությունը միշտ դարերի մեջ եղել է։ Մարդու էությունը հոգեմարմնական ամբողջություն է, չէ՞։ Իսկ եթե խոսքը հոգուն է, այստեղ խոսքով կարող ազդել։ Այստեղ ոչ մի մեթոդ, ասենք, դեղորայքով իրադարձությամբ դու մարդու անձին չես կարող ասել։ Հիշենք, մեզ ինչպես էին սովորացնում. non morbum sed egrum curare։ Բուժել հիվանդին, ոչ թե հիվանդություն, իսկ հիվանդի անձին դու խոսքով կարող ես բուժել։ Ի վերջո անդրադառնանք մեր օրյա Հայաստան եւ հասկանանք որտեղ է խնդիրը։ Ինչու են փորձում այսօրվա պաշտոնական բժշկության ներկայացուցիչները այսպես մերժել, հակառակ պոզիցիան են զբաղեցնում, կարծես, եւ ավանդական բժշկության ներկայացուցիչները որտեղ է կայանում այս հակասությունը։ Արդյոք նրանց մեծ մասը պնդում է, թե ավանդական բժշկության չվերահսկված որոշ բուժման գործընթացներ հղի են շատ բարդություններով։ Որտեղ է սահմանը օգուտի եւ վնասի միջև, այսինքն որոնք են ավանդական բժշկության տարբեր ճյուղերի դրական եւ բացասական կողմերը։ Փորձեմ ես սկսեմ բավականին բարդ եւ լուրջ հարցին պատասխան տալ։ Պետք է ասեմ, ընդհանուր գաղափարը, ընդհանուր մոտեցումը այսպիսին էլ ձևավորվել վերջին տարիներին ամբողջ աշխարհում, որ սուր պրոցեսների ժամանակ գերադասելի է օգտագործել ժամանակակից բժշկության շատ մեթոդներ, որովհետեւ այդ դեպքում մենք կարող ենք ստանալ շուտ էֆեկտ, բայց քրոնիկ հիվանդությունների ժամանակ պետք է շատ հաճախ դիմել ավանդական արհեստրանքային բժշկության տարբեր ձևերին եւ մեթոդներին։ Ես կուզենայի, որ իմ գոլեգաներն էլ ամեն մեկը իր տեսանկյունն էլ ասի, բայց անձինս սա դայն գլխավոր միտքն է, հա, ցուցում, հակացուցում հասկացողությունը, որ այսօրվա օրով կարելի է, իհարկե, բոլոր մեր մեթոդներն էլ հանձինես ոնց որ եւ ժամանակակից մեթոդներ ունեն իրանց համապատասխան ցուցումները եւ հակացուցումները։ Ուրիշ բան է, որ այս առճակատումը իմ դուրն էլ չի գալիս, երբ որ կա խումբ մասնագետների, որոնք ընդհանրապես չեն ընդունում ավանդական արհեստրանքային բժշկության ձևերը, մեթոդները եւ քարկոծում են մեզ մասնագետներին, որոնք զբաղվում են այս բժշկությունով, բայց ես կուզենայի մի բան էլ ավելացնել, որ մի 10 տարի առաջ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բավականին լուրջ հետազոտություն արեց, թե ինչպիսին է տարածությունը ավանդական բժշկության, ժողովրդական բժշկության տարածությունը ամբողջ աշխարհում եւ շատ հետաքրքիր տվյալներ, որ օրինակ 2002 թվականին վաճառվել է ամբողջ աշխարհում դեղորայք մոտավորապես 400 միլիարդ դոլարի սահմաններում, որից 60 միլիարդը եղել է ավանդական արհեստրանքային բժշկության դեղորայքը, կամ մի ուրիշ թիվ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում մոտավորապես 25-ից 30 միլիարդ դոլար տարեկան ծրասմեն վաստակում են ավանդական բժիշկների այսպես կոչված օֆիսները։ Այսինքն ամբողջ աշխարհում կա տենդենս դեպի աճը։ Ամեն Եվրոպայում այնպիսի երկրները ոնց որ Գերմանիան է, Ֆրանսիան է, հա, այսինքն զարգացած երկրներ, չկա խոսք, խնդիր չկա բժշկության ոլորտի մասնագետների, ժողովուրդը այդքան էլ աշխատք, то есть աղքատ չի ոնց որ Աֆրիկայի երկրներում, եւ կան բավարար միջոցներ գիտական լուրջ հետազոտություններ անցկացնել։ Բայց նույն այդ երկրներում մոտավորապես 40-50% ազգաբնակչության ըստ տվյալների հետազոտությունների երբևիցե գոնե մեկ անգամ դիմել են ավանդական բժշկության մասնագետներին։ Այսինքն այս միտումը գալիս է նրանից, որ մի կողմից ոչ միշտ հետազոտություններն են, դա ոչ թե իմ կարծիքն է, ոչ միշտ նրանք ստանում են համապատասխան լիարժեք բուժում ժամանակակից բժիշկներից։ Եվ երկրորդը այդ դեպքում շատ հաճախ այդ մարդիկ
այդ հիվանդները, պացիենտները դեպքում են հավանական բժիշկներին։ Նորից եմ կրկնում, ժամանակակից երկրներում, զարգացած երկրներում, որոնց Աֆրիկան չի, այլ Ամերիկան։ Բայց այդ չի նշանակում, որ ավանդական բժշկության բոլոր մեթոդները դեռ այդ տվյալ հիվանդին կարող են լիարժեք բուժել եւ կբուժեն։ Այսինքն մենք փորձում ենք կշեռքի երկու նժարները միշտ հավասար պահել։ Ինչպես որ չենք կարող պնդել, որ ժամանակակից գիտական բժշկության մեջ չկա վնաս հասկացությունը։ Այստեղ շատ կարևոր է մասնագետի պրոֆեսիոնալ լինելը։ Եթե նա ցանկացած հարցին նայում է, տեսնում է իր գիտելիքների հնարավորության սահմանները եւ օբյեկտիվ է մոտենում, խնդիր չկա։ Ինքը ինչ կարող է անել։ Եվ բնականաբար բժշկական էթիկայի խնդիրներ։ Դրա համար այն հարցերը, որ այստեղ շոշափվեր, ինչ որտեղ գալիս է մասնագետների մոտ էթիկայի բժշկական բացակայությունից եւ հիմնականում գալիս է, որ կրթությունից, այսինքն նրանք ուսանող եղած ժամանակ էս կարևոր է, որ երբ որ կրթվեն իմանան, չէ, այլընտրանքային եւ ավանդական մեթոդների մասին գիտելիքներ, նրանք ուղղակի չունեն։ Իսկ եթե մարդ գիտելիք չունի, գաղափար չունի, հետապես իր հուզական ոլորտով տանում է այսպեսի արտահայտություններ։ Ցավ այստեղ գալիս է հենց դրանումն է։ Մեր համալսարաններում բժշկական ցավոք սրտի չի դասավանդվում։ Ոչ այլ ընտրանքային։ Հիմա արդեն դասավանդվում է եւ կա կուրս, որը դուք համակարգում եք։ Մի րոպե, մենք դիպլոմային կրթության հասկացում։ Այո, դա հետ դիպլոմ։ Օրինակ, դիպլոմային կրթություն։ Կամաց քայլեր են արվում։ Ես դեմ չեմ, բայց որpիսի դուք բժիշկ եք, դուք ավարտել եք բժշկական համալսարանը, որից հետո ընտրել եք ձեզ մասնագիտություն կլինիկական օրդինատուրա։ Դուք ընտրել եք այն մասնագիտությունը, այո։ Դուք ընտրել եք այն մասնագիտությունը, որը սովորել եք համալսարանում։ Հիմա եթե եթե ուսանողը չգիտի ինչ բան է հոմեոպաթիան, ինքը պիտի գա կլինիկական օրդինատուրա։ Իսկ կարող եմ հարց ուղղել։ Ես մի անգամ լսել եմ, որ ասում են, թե հոմեոպաթիան հակացություններ չունի, դա այդպես է։ Մի փոքր խոսեք հոմեոպաթիայից, խնդրում եմ։ Դուք շատ ճիշտ եք լսել, հոմեոպաթիան չունի հակացություններ, հոմեոպաթիան չունի տարիքային սահմանափակումներ։ Ես ուզում եմ ներողություն երկու բառ ավելացնեմ դոկտոր Ավագյանի ասածին Հնդկաստանի վերաբերյալ։ Չնայած հոմեոպաթիան ծնվել է Գերմանիայում, հոմեոպաթիայի հիմնադիրը գերմանացի է, բայց Սամուել Հանեման, այո։ Հիմա ես կանրադառնամ իրեն, Հնդկաստանում հոմեոպաթիայի տարածումը այնքան մեծ է, որ այնտեղ կան եւ բժշկական ալոպաթիկ համալսարաններ, այսինքն սովորական, ոնց որ մենք ժամանակակից համալսարաններ եւ կան բժշկական հոմեոպաթիկ համալսարաններ։ Եվ այս երբ որ այնտեղ բացվեց այդ երկրորդ նախարարությունը ավանդական բժշկության, շատ հետաքրքիր ինձ համար, ես 10 տարի ամեն տարի գնում եմ Հնդկաստան վերապատրաստման հոմեոպաթիայի գծով եւ ինձ համար շատ տարօրինակ էր, որ ես իմացա Հնդկաստանում մահացության տոկոսները, ուրեմն ամբողջ աշխարհում մահացության առաջին տոկոսը դա սրտամկանի ինֆարկտն է, գիտեք, երկրորդը ուռուցքը, երրորդը դիաբետը։ Հնդկաստանում, որտեղ 1.5 միլիարդ բնակչություն կա, սրտանոթային հիվանդություններից մահացությունը 25%-ով պակաս է, քան ամբողջ աշխարհում։ Իսկ ուռուցքով հիվանդները այդ քանակի դեպքում ընդամենը կազմում են 8%։ Եվ բացատրությունը գիտեք ինչ է, որ հնդիկները ծնված օրվանից բոլորն էլ դա գիտեն, որ շատ օգտագործում են համեմունքներ, չէ՞, իրենց սննդի մեջ։ Դու այնտեղ որ միս ես ուտում, դու մսի համը չես զգում, դու համեմունքներ։ Այո, այնքան իմիջիալից այդ բառը համեմել, համեմունքներով համեմված է։ Հնդիկները իրենց ստատիստիկայով դա բացատրում են նրանով, որ իրենք ծնված օրից ամեն օր սննդի մեջ օգտագործում են կուրկումա, որը ունի նման բացառիկ հատկություններ։ Այսինքն բույսերը կարող են այնպիսի ֆանտաստիկ ազդեցություն ունենան եւ ընդհանրապես կերակուրը։ Հիմա վերադառնամ հոմեոպաթիային։ Հոմեոպաթիան ունի 250 տարվա պատմություն, ինչպես ասեցի, նրա հիմնադիրը Սամուել Հանեմանն է, որը գերմանացի էր, եւ նա 18-րդ դարի հանճարեղ մարդկանցից մեկն էր, այն առումով, որ նա ավարտել է բժշկական համալսարան, 24 տարեկան հասակում նա եղել է բժշկական գիտությունների դոկտոր։ Դրա հետ միասին նա եղել է քիմիկ, դեղագործ, իմացել է 10 լեզու։
Եվ ծնվելու իմաստը հոմեոպաթիայի եղել է այն, որ հանեմանը լինելով բժիշկ, երբ որ բուժել է իր հիվանդներին, խոսքը գնում է քրոնիկ թերապևտիկ հիվանդների մասին, նա միշտ դժգոհ է եղել, որտեղ բոլորս էլ գիտենք, որ թերապևտիկ հիվանդությունները քրոնիկ չեն բուժվում, ռեմիսիայի մեջ է լինում հիվանդը, ինչ որ մի ժամանակ հետո նորից սրացում եւ այլն։ Եվ նա ուզեցել է ստեղծել մի բժշկական մասնագիտություն, որը կօգնի հիվանդին անվնաս, մեղմ, վերջնական բուժվելու։ Եվ հոմեոպաթիայի սկզբունքը դա նմանության օրենքն է, իսկ նմանության գաղափարը դեռ տվել է Հիպոկրատը։ Քանի որ Հանեմանը գիտեր 10 լեզու, նա կարդացել է իրենից առաջ եղած բոլոր բժիշկների աշխատությունները առանց թարգմանությունների։ Ինքն է սկսել թարգմանել դա։ Եվ այդ թարգմանությունների ընթացքում նրա մոտ ծագել են այդ գաղափարները, որը ինքը խորացրել է իր կյանքի ընթացքում։ Նա սկսել է բույսերից, կենդանիներից, հանքային աղերից պատրաստել դեղորայք եւ հետաքրքիրը նա է, որ փորձարկել է առաջ իր վրա, իր ընտանիքի անդամների վրա, հետո հիվանդների վրա։ Մեր եթերաժամը ցավոք սրտի շատ թույլ չի տա, որ մենք առավել մանրամասն խոսենք։ Այնուամենայնիվ ես հաղորդման սկզբում նշեցի, որ սա անոնսի նման հաղորդում է, ընդհանրապես ինչ է ավանդական բժշկությունը եւ մի քանի հիմնախնդիրներ։ Ես վստահ եմ, որ մենք դեռ հոմեոպաթիային առանձին հաղորդում կհրավիրենք, ձեզնից անմասն չմնալով։ Ուստի ուզում եմ մի կարևոր հարց եւս բժիշկ Քոչինյանին հնչեցնել եւ կարդեն կամ փոփվենք։ Բժիշկ Քոչինյան, ձեր մասնագիտությունը մանուալ թերապիա ընդհանուր ինչ ունի մերսումների հետ եւ արդյոք մեր ազգաբնակչությունը շատ հաճախ չի շփոթում մերսումները մանուալ թերապիայի հետ եւ ցավոք սրտի քիչ չեն այն սիրում են նաեւ այս բառը օգտագործել շարլատանները, որոնք որ կարծես ցեխ են նետում ձեր մասնագիտության վրա։ Ինչպես տարբերակել, ինչպես զերծ մնալ եւ որն է իրական մանուալ թերապիան, ում դիմել, ինչու։ Շփոթությունը ստեղ գալիս է միայն եւ միայն մերձողներից, որոնք որ կարծում են, որ իրենց մերձելը կարելի է փոխարինել եւ մանուալ թերապիայի։ Սա լրիվ տարբեր մեթոդներ են, ոչ մի կապ չունեցող մեկը մեկի հետ։ Եվ մանուալ թերապիան զբաղվում է կոռեկցիայով, ուրեմն ողնաշարի, իսկ մերձումները նրանք հիմնականում ուրեմն ինչ են անում, ամենակարևոր մերձումի ուրեմն նպատակը նա է, որպեսզի լիմֆո ուրեմն այդ ստազը վերացվի օրգանիզմի մեջից։ Կա բացի սրտից, կա նաև լիմֆատիկ համակարգ, որը որ էլի մղում է լիմֆան ամբողջ սրտի պես օրգանիզմը։ Եվ այնտեղ որտեղ որ ստազ է առաջանում լիմֆայի, այսինքն կանգում, այ մասաժով շատ լավ վերականգնում է, այդ մասաժը շատ առողջարար բան է դա, ես ոչ մի բան չունեմ նրա դեմ ասել, բայց սա այն բուժիչ ձևը չէ, մերսումը, որը որ կարելի է շփոթել մանուալ թերապիայի հետ։ Սկի իրար նման բաներ չեն։ Ասեք ավելացնեի մի բան էլ շատ կարևոր եւ բան, որ մանուալ թերապիայով դա բժշկական մասնագիտություն է եւ իրավունք ունեն զբաղվել միայն բժիշկները, իսկ մասաժով պետք է զբաղվեն միջին բուժաշխատողները։ Այն էլ համապատասխան կրթություն աստար եւ հաստատություններով հիմնավորված կողմն։ Ցավոք սրտի կրկնում եմ, որ մեր եթերաժամը մեզ թույլ չի տա սրանից ավել ծավալվել, այդ կապակցությամբ առաջարկում եմ դիտել մեր ամփոփիչ տեսանյութը։ Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության ժողովրդական բժշկությունը միշտ կիրառվել է բոլոր ազգերի կողմից։ Ամերիկայի Միացյալ Նահանգների յուրաքանչյուր երկրորդ բնակիչ տարեկան 1 անգամ դիմում է այս մեթոդներով բուժող մասնագետի։ Մեծ Բրիտանիայում խորհրդատվության համար դիմածների թիվը հասնում է տարեկան 13 միլիոնի։ Ամերիկյան բժիշկների 1/4-ը գործնականում կիրառում է այլընտրանքային տեխնոլոգիաներ։ Ասիայում կա մոտավորապես 50,000, Եվրոպայում 15,000 ասեղնաբույժ։ 2002 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը թողարկեց ժողովրդական բժշկության ռազմավարությունը փաստաթուղթը, որի համաձայն ելնելով ժամանակակից ապացուցողական բժշկության տեսանկյունից պետք է ստուգվեն տարբեր երկրներում ժողովրդական բժշկության արսենալում կուտակված առանձին հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, բուժման, վերականգնման մեթոդները, այնուհետև վերջիններից ավելի արդյունավետները ներդրվեն ժամանակակից առողջապահության համակարգում։
Այս կազմակերպության նպատակն է օգնել անդամ երկրներին զարգացնելու տվյալ երկրի ժողովրդական, ինչպես նաև այլընտրանքային բժշկությունը, ինտեգրել այն առողջապահության ազգային համակարգին, նպաստել մեթոդների ճիշտ կիրառմանը, երկրներն ապահովել տեխնիկական ուղեցույցներով, ստանդարտներով և մեթոդաբանությամբ, օգնել տեղեկատվության փոխանակմանը, ակտիվացնել բժշկության հնագույն ավանդությունների հետազոտությունները։ Հայաստանում ավանդական բժշկությունն իր գոյության 3000 տարիների ընթացքում բուժական միջոցների իսկական պահեստ է ստեղծել։ Այդ միջոցներից շատերը կիրառվում են նաև այսօր։ Չափազանց մեծ կիրառություն են ունեցել ոչ օրգանական ծագում ունեցող բուժական միջոցները՝ հայկական կավն ու քարը, բորակը, սնդիկի, երկաթի, արճիճի ու ցինկի միացությունները, որոնցով հարուստ է եղել Հայաստանի ընդերքը։ Հատկապես գնահատելի է եղել հայկական կավը, բոլուս արմենը, ինչով և պայմանավորված է կավի կարմիր գույնը։ Այսօր էլ օգտագործվում է հին և միջնադարյան Հայաստանում բավական լայն տարածում գտած ապիթերապիան, մեղվաբուժությունը։ Ներկայումս ռեֆլեքսոթերապիան, մանուալ թերապիան և հոմեոպաթիան ներառվել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության բժիշկների, բուժքույրերի, պրովիզորների և ֆարմացևտների մասնագիտությունների անվանակարգում որպես ինքնուրույն նեղ մասնագիտություններ։ Նրանց թույլ է տրվել պետական բուժկանխարգելիչ հաստատություններում կիրառել ախտորոշման ու բուժման նշված մեթոդները։ Նման գործունեությամբ Հայաստանի Հանրապետությունում կարող են զբաղվել միայն բարձրագույն բժշկական կրթություն ստացած մասնագետները, որոնք այնուհետև անցել են հետդիպլոմային ուսուցման կլինիկական օրդինատուրա 1 տարում և հանձնել պետական ավարտական քննություն։ Մենք կրկին տաղավարում ենք, հասանք հաղորդման այն հատվածին, երբ մեր հյուրերը պետք է կիսվեն ձեզ հետ իրենց ուղերձներով։ Այնպես որ սկսենք կնոջից, խնդրում եմ բժիշկ Ղարաբաղցյան։ Ես կցանկանայի, որ դուք բոլորդ լինեք առողջ, բայց խնդիրների դեպքում դիմեք այն բժշկին, ում որ հավատում եք։ Դիմեք այն բժշկին, ով ձեզ հավատ է ներշնչում։ Կապ չունի նա կլինի այլընտրանքային մասնագետ, թե ավանդական բժիշկ, թե սովորական, իմ կարծիքով դա ոչ մի նշանակություն չունի, որովհետև այդ բժիշկը ձեզ կբուժի։ Բժիշկ Քոչինյան, դուք եք իհարկե։ Իմ կողմից ես ուզում եմ անպայման դիմել մեր հեռուստադիտողներին եւ ասել, որ վերջին հաշվով ոչ մի բժշկական գովաստ չի կարող ավելացնել ուրեմն բժշկի կլիենտուրան։ Ինչը, ինչպես ասեց Մկրտիչ Նորեչը, ավելացել ուշադրությունը դեպի ավանդական բժշկությունը։ Հիմնական պատճառը նրա մեջ է, որ ամենամեծ գովազդը բժշկի համար դա բուժված հիվանդն է։ Հիվանդը ասե ես այսինչ հիվանդությունով հիվանդացել եմ, բուժվել եմ այս մարդու, դրանից ավելի լավ գովազդ գոյություն չունի, այս մեթոդով։ Շնորհակալություն։ Շարունակեք պրոմոցիա անել այն բժիշկների, որոնց հավատում եք, ով ձեզ բուժել է իսկապես։ Բժիշկներս։ Երբ որ ունեք ինչ-որ խնդիր եւ երկարատև բուժվում եք, որ լինում է անարդյունավետ, ուրեմն ժամանակը եկել է, որ մտածել ներզննել, ասենք, հոգեկան աշխարհը եւ այնտեղ փնտրել ինչ-որտեղ պատճառները։ Եվ երբ որ շատ անգամ տեսնում եք, որ շնչարգելությունն եք դժվար եք շնչում, ուրեմն հոգու մեջ ինչ-որ խնդիրներ կա, բայց միշտ հիշեք, որ այդ բոլորից կարելի է ազատվել բարությամբ եւ լավատեսությամբ։ Շնորհակալություն, բժիշկ Ավագյան։ Ես վերջում կուզենայի երկու խոսք ասել, դիմելով ոչ թե մեզ լսող պացիենտներին, ապագա, այլ մեր գոլեգաներին, բժիշկներին եւ հիշեցնել, որ առողջապահության համաշխարհային կազմակերպության համապատասխան փաստաթղթը, որը կոչվում է ժողովրդական բժշկության զարգացման ստրատեգիան վերջին տարիների համար մշակված, այնտեղ շատ հետաքրքիր ուղերձ կա, որ պետք է ամեն երկրում ապրող մասնագետները հետազոտեն իրենց ավանդական բժշկությունը, հայտարարեն այն մեթոդները, որոնք էֆեկտիվ են եւ անվնաս, եւ ներդրեն համապատասխան իրենց պրակտիկայում։ Դա մեզ թողած ժառանգությունն է, դա մեզ թողած թաքնված հարստությունն է, որը ցավոք սրտի շատ հաճախ անուշադրության է մատնվում, եւ ես անպայման խոստանում եմ, եթե հնարավորություն լինի, անպայման անդրադառնալ հայկական ժողովրդական բժշկությանը մեր հաղորդումից մեկի ժամանակ։ Եվ կարևոր է, որ միշտ հիշեն, այն ինչը փորձված է, դա արդեն ապացուցված է։ Այստեղ ապացուցելու կարիք չկա։ Դարերի փորձվածը դա ապացուցված է, սա արդեն գիտական մեթոդոլոգիաներ կան, որոնք ուղղում են այս փոքրիկ, բայց վիճելի հարցը կարծում եմ առանձին ուշադրության արժանի է։ Սիրելի հեռուստադիտող, ավարտին է մոտենում մեր հերթական թողարկումը։
Ես ուզում եմ հիշեցնել, որ դեռևս 10-րդ դարում, դարի սկզբին Մեծն Ավիցեննան նշում էր, որ բժշկի գործիքներն են խոսքը, բույսը եւ դանակը։ Ինչպես որ պրակտիկորեն մենք տեսանք այստեղ, դանակը փոխարինեցինք ձեռքերով, խոսքը մնաց խոսք, իսկ բույսերը եւ դեղերը մենք այսօր եւս կիրառում ենք։ Ինչպես որ ժամանակակից բժշկությունը սկիզբ է առել եւ հենված է հենց այս 3 կոմպոնենտի վրա։ Այնուամենայնիվ, այն ինչ եղել է, չի մեռել։ Հարցը նրանում է, թե որքանով ենք մենք տեղեկացված, երբ որ մենք քննադատում ենք, երբ մենք ցեխ ենք նետում դեպի այդ մասնագիտությունը, այդ մասնագետները, պացիենտներին մանիպուլացնում ենք ասելով, թե այստեղ մի գնա, այնտեղ գնա, որքանով ենք ազնիվ ինքներս մեր հետ։ Մեր երկրում կան մասնագետներ, խնդրեմ, նրանք տաղավարում են եւ ոչ միայն ովքեր իսկապես կարողանում են համատեղել բժշկության այս երկու ճյուղերը եւ դա անում են պրոֆեսիոնալ կերպով, քանզի գիտակն են իրենց գործի։ Անկեղծ ասած, լիարժեք թույլատրված է այս ամեն ինչը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից, այնպես որ ավելորդ կարծիքները պահենք մեզ, պարզապես ցկտենք լինել ավելի տեղեկացված հանուն մեզ սիրողների եւ հանուն առողջության։ Ես պարզապես ուզում եմ հիշեցնել, որ մեզ կարող եք գտնել նաեւ Facebook-ում եւ YouTube-ում։ Կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթից։ Ցտեսություն։